Ինթովմասյան սրուցում էիք բողոքի ակցիա իրականացնողների հետ, ինչ հայտնեցին նրանք ձեզ և ինչ են որոշել իրենց հետագա քայլերը, որոնք են լինելու։ Ես ուզում եմ ասել, որ արդեն երրորդ օրն է, որ ես այստեղ եմ, անընդհատ ծնողների կողքին եմ և իրենք ընդամենը ունեն մեկ լեգիտիմ պահանջ, այն է զբաղվել անհետ կորած և բռնի անհետացած զինծառայողների ճակատագրով, որովհետև 2021 թվականի հունվարից դադարեցվել են որոնողական աշխատանքները և այդ օրվանից մինչև հիմա որևէ գործողություն, առաջընթաց չկա։ 5 տարի խաբված ծնողները փորձում են ընդամենը մարդկային վերաբերմունք և մարդկային փոխհարաբերությունների մեջ մտնել կառավարության հետ։ Այն է, երբ որ անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Արմեն Աբազյանը հեռացվել է պաշտոնից, հիմա իրենք պահանջում են նոր ղեկավարությունը գա և երաշխիքներ տա այն կետում, որտեղ որ կանգնել են աշխատանքները, արդյոք այդ կետից շարունակվելու է։ Ինչու եմ այսպես ասում, որովհետև այս ընթացքում ծնողներին շատ են խաբել։ Մի գործը քննել է մի քննիչ, հետո 6 ամիս հետո պարզվել է, որ այդ քննիչից վերցրեցին վարույթը, տեղափոխեցին ուրիշ տեղ։ Հիմա 6 ամիս այդ քննիչին պիտի սպասեն, մինչև նա ծանոթանա գործին, նորից վերցնի վարույթ եւ այդ վարույթը մի քիչ քննում է, նորից է փոխվում։ Այսինքն այս 5 տարիները անցել են, կարելի է ասել, բացառապես անիմաստ, եւ ծնողները ավելի շատ փաստեր են հավաքել իրենց երեխաների մասին, քան իրավապահները։ Տիկին Թոմասյան, բայց առավոտյան ֆակտի եզրույթում ծնողներն ասում էին, որ դրական տեղաշարժ կար եւ որ այս ամսվա վերջ նախատեսվում էր Արմեն Աբազյանի հանդիպումը ադրբեջանցի պաշտոնյայի հետ, գործընկերոջ հետ։ Ինչպես է ստացվում սա, ձեզ ինչ է հայտնի այդ մասով։ Ես գիտեմ, որ Արմեն Աբազյանը իրենց տվել է հույսեր, որ process-ը առաջ է գնալու։ Բայց նաև նա երեք ծնողների հետ զրույցում հայտարարել է մի շատ կարևոր նախադասություն, որ մենք ինչքան էլ հանդիպենք այս հանձնաժողովներով երկու, հարցը այնուամենայնիվ քաղաքական է եւ երկու ղեկավարների որոշման արդյունքում է լինելու որոնողական աշխատանքների սկիզբ, որոշակի գործողություններ, որոնք որ պիտի իրականացվեն երկու երկրների փոխպայմանավորվածության հիման վրա։ Այսինքն երկու երկրների հանձնաժողովները կարող են ինչ-որ բան պայմանավորվել, հույսեր արթնացնել մարդկանց մեջ, բայց եթե չլինի քաղաքական կամք, քաղաքական պատրաստակամություն, հարցը առաջ չի շարժվի։ Հիմա դրա համար այս մարդիկ պահանջում են, 3 օր փակելով Բաղրամյան պողոտան, պահանջում են երաշխիքներ, ով է զբաղվելու իրենց երեխայի հարցով։ Եթե Արմեն Աբազյանը այլևս չկա, պաշտոնյա չի, ով է զբաղվելու։ Ժամանակավոր պաշտոնակատարը առաջին օրը ասեց ճանապարհը բացեք, ես կգամ, դուք կգաք, ԱԱՑ-ում կհանդիպենք։ Հիմա այդ օրը ճանապարհը չեն բացել, այսօր պայմանը փոխվել է, ասում են, դե քանի որ դուք այդ օրը չեք բացել ճանապարհը, մենք հիմա կպայմանավորվենք, բայց դուք հիմա բացեք ճանապարհը, մյուս շաբաթ մենք ձեզ կընդունենք։ Այսինքն այս մարդկային վերաբերմունքն է, որ ծնողներին վրդովմեցնում է, եւ ես ուզում եմ հիշեցնել, որ այս մարդիկ այնքան դաժանությունների միջով են անցել, այնքան գնացել դիակների նույնականացում են արել, գնացել մասունքների նույնականացում են արել, այստեղ ընտանիքներ կան, որ 3 ձեռք մի գանգ են տվել ընտանիքին, ասել են ձեր երեխան է։ Այսինքն շատ դաժան բաներ են տեղի ունենում, ու որևէ մեկը չի ուզում այս հարցով զբաղվել։ Բայց ո՞րն է խնդիրը, որ ոչ այսօր, ապա մյուս շաբաթ կհանդիպենք։ Պատճառաբանությունը այն է, որ ինքը զբաղված է, դեռ պետք է պիտի ծանոթանա իր աշխատանքներին եւ այլն։ Հենց այստեղ է խնդիրը, այսինքն կարելի է ծնողներին թեկուզ աշխատանքային ժամից հետո գալ, բարևել, ասել սիրելի ծնողներ, ձեր հարցով կզբաղվեմ, բայց խնդրում եմ ինձ տրամադրեք ժամանակ, չգիտեմ, 10 օր հետո հանդիպում ենք։ Այս ծնողների ուզած այս մի նախադասությունն էր։ 3 օր փակել եմ փողոցը այս մի նախադասության համար։ Ասել են 2 օր սպասեք, ծանոթանանք, վերադառնանք, այսօր փաստորեն այդ երկրորդ օրն է լրանում։ Այո, հրանում է ամսի 20-ին, որտեղ իրենք ասել են 20-ին կլինի հանդիպում։ Այսօր ծնողները զանգել են, որ 20-ի հանդիպումը կայանում է թե ոչ, եւ պարզվում է, որ չի կայանում, որովհետեւ այն օրը ծնողները չեն ենթարկվել պահանջին եւ չեն բացել ճանապարհ։ Այդ դրա համար չի կայանում։ Բայց ինչ եք կարծում, եթե ենթարկվեն ու այսպես բացեն, այդ հանդիպումը տեղի կունենա ի վերջո։ Գիտեք, ես չեմ կարծում, որ հանդիպումը տեղի չի ունենա։ Ես վստահ եմ, որ այդ հանդիպումը տեղի կունենա։ Այ ես շատ թերահավատ եմ արդյունքների վերաբերյալ, այսինքն ինչ կտա այդ հանդիպումը։ Որովհետև ես մի քիչ չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգում այս պահին անհետ կորածների որոնողական աշխատանքների վերականգնումն է։ Ես այդպիսի կարծիք չունեմ։ Դրական սպասելիքներ Բացարձակ չունեմ դրական սպասելիքներ, որովհետև եթե մեր խաղաղության պայմանագիր կոչվածը, որը Նիկոլ Փաշինյանը գնացել է նաև բանակցելու Թուրքիայում, այդ խաղաղության բանակցության որևէ կետում ոչ անհետ կորածներ կան, ոչ գերիների վերադարձ կա, ոչ շատ այլ հայանպաստ կետեր։ Հետևաբար
ինչի հետ պետք է մենք հույս Դե կապենք։ ասում են սակարկման առարկա մենք չենք ուզում դարձնել այդ հարցը, այսինքն ինչ որ բանի դիմաց վերադառնան գերիները կամ անհետ կորածների հարցով որևէ բանակցություն։ Այդպիսի արտահայտություն արող ա եղել քաղաքացիական պայմանագրից։ Ուղղակի առնվազն իրենք հակասում են իրենց։ Քանի քարտեզ տվեցին գերիների դիմաց։ Հիշում եք, քանի քարտեզ տվեցին։ Ընդ որում այնպիսի քարտեզներ, որի արդյունքում արտգործ փոխնախարարները խմբով դուրս եկան։ Ասեցին մեր միջազգային ամբողջ հռետորաբանությունը կառուցել ենք նրա վրա, որ մեր մոտ քարտեզներ չկան։ Նիկոլ Փաշինյանը մի օր որոշեց այդ քարտեզները տալիս է, ու փոխնախարարները հայտնվել էին հիմար իրավիճակում, թողեցին դուրս եկան նախարարությունից։ Այսինքն հոսուտ ասել է, հասկացանք, որ պաթոլոգիկ ստախոսների հետ գործ ունենք, բայց չի նշանակում, որ մենք մոռացել ենք։ Դուք եք չէ քարտեզները տվել գերիներ բերել։ Բայց ինչ սակարկման մասն է։ Հիմա էլ դուք մտածեք ուրիշ ինչ եք պատրաստվում սակարկել, բայց այս մարդկանց երեխաներին բերեք տվեք։ Ի վերջո այս ծնողները ձեզ տվել են կենթանի, ողջ, առողջ երիտասարդներ, զինվորներ։ Եկել են պատերազմի, հիմա կամ իրենց դիակները հետ տվեք, կամ մասունքները հետ տվեք, կամ այդ երեխաներին բերեք, որովհետև շատ ծնողներ կան այստեղ, հարգելի լրագրողներ, որոնք ունեն տեսանյութեր, որ իրենց երեխաները գերի են ընկնում։ Այսինքն կա տեսանյութ, որ այդ գերի է, կամ մի ծնող կա, որ ընդհանրապես տեղեկություն ունի գերիների հետ է խոսել, ասում են, որ ձեր տղայի հետ ես նստած էի Ադրբեջանի նույն խցում։ Բայց այս մարդը գերիների ցուցակում չկա։ Ու Ալեն Սիմոնյանը կանգնում ասում է մենք ունենք 23 գերի, ինչ գիտես։ Դու այս ծնողների հետ խոսել ես, դուք որևէ հետաքննություն իրականացրել եք, դուք պարզել եք ընդհանրապես, որ այս մարդկանց երեխաները գերիների ցուցակում ինչու չեն հայտնվել։ Թովմասյան նաև ադրբեջանական կողմի հաստատածն է։ Գիտեք, սովորաբար ռազմական հանցագործություններ երբ որ կատարվում են, մյուս կողմը, տվյալ դեպքում մեր Հայաստանի տուժող կողմը չպիտի հայտարարի գերիների թիվ։ Հակառակը նման դեպքերում միջազգային պրակտիկա կա, որ դու պիտի հայտարարես շատ ավելի մեծ թիվ, որովհետև դու չգիտես իրականում քանի գերի կա։ Դու այդքանը ասում ես նա իր մոտից հաստատված թիվը, բայց երեխեքի նկարները որոնք կան, որոնք գերի են ընկնում, գերի են վերցնում, ադրբեջանցիները բռնում տանում են, տեսանյութը կա, բայց երեխեքն ուր են։ Ոնց կարելի է հավատալ Ալիևին, բայց չհավատալ հայ ծնողին։ Նաև այսօր մեծ զրույցում ծնողները նշել են, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ԿՊԱ-ականներին չհանդիպել իրենց հետ։ Այս մասով ինչ տեղեկություն ունեք։ Տեղեկություն չունեմ ԿՊԱ-ականների հրահանգի մասին, բայց այն, որ իրականում Նիկոլ Փաշինյանը հրահանգել է, այսպես ասեմ, իգնոր անել այս թեման, դա ակնհայտ երևում է, որևէ կերպ ուշադրություն չեն դարձնում պետական մարմինները, որևէ պատգամավոր չի գալիս այստեղ իրենց հարցերին պատասխանի, ակնհայտորեն հրահանգ կա այս թեման փակելու։ Այդ երևում է բոլոր տեսակի վերլուծություններով։ Թովմասյան ինչ ասացին ԱԾ-ի հետ կապված։ Չէ, ԱԾ-ի հետ կապված այնա, որ հանդիպման դռները բաց են, շարունակում են իրենք պատրաստակամություն հայտնել, որ ծնողների հետ հանդիպելու են։ Թուրքիայում տեղի ունեցող այսօրվա հանդիպումից ինչ սպասել, ինչպես անդրադառնալու Հայաստանի վրա։ Վտանգներ տեսնում եք։ Դժվար է ասել ինչ կլինի, բայց ակնհայտորեն սա պատմական հանդիպում է, որովհետև Նիկոլ Փաշինյանը շատ ոգևորված էր գնում եւ նա կարծեք թե նպատակ ունի մեր հարաբերությունները ել ավելի ուրիշ հարթության վրա դնել Թուրքիայի հետ, բայց ես մտավախություններ ունեմ այն իմաստով, որ մինչև հիմա Թուրքիայի հռետորաբանությունը այն մասին է, որ մենք ամեն ինչ կառուցում ենք այնպես, որ Ադրբեջանը պիտի գոհ մնա, այսինքն նախ պիտի բավարարվեն Ադրբեջանի պահանջները, հետո նոր Թուրքիան Հայաստանի հետ որոշակի հարաբերություններ կկառուցի։